Բարև ձեզ հայեր, շատ վաղուց այս ֆորմատով ոչ մի խոսք չեմ ասել, թե կլինի լայվ, թե կլինի տեսա ուղերձ, ոնց կուզեք անվանեք, քանի որ մի հետաքրքիր, շատ հետաքրքիր բան եմ հիշել, որոշեցի գրառումը շատ երկար կլիներ, եթե դրա մասին գրեի, որոշեցի սենց մաքսիմալ հակիրճ տեսանյութ անեմ, խոսքը ինչի մասին է, ուրեմն դե ինքստինքյան չեմ էլ ուզում նույնիսկ անդրադառնալ խոսել այդ Թուրքի ծնունդ Նիկոլի Թուրքիա կատարած այդ ոյաժների հայրենիքի հերթական եւ միգուցե Աստվածչանի վերջնական հանձնման համաձայնություններին եւ այլն, դրան չեմ ուզում անդրադառնամ, շատ քաղաքական գործիչներ, շատ այնտեղ քաղաքական քաղտեխնոլոգներ, քաղաքագետներ, հասարակ մարդիկ, ընդդիմություն, շատ են խոսել դրա մասին։ Ես մի բան, ուրեմն ինձ զսպելով, սենց ինձ ստիպելով, լսեցի այդ վիժվածքի խոսքը, որ իբրև թե հայ համայնքի հետ հանդիպել էր, ուրեմն այդ բազում ասած, այդ Թուրանի եւ այլն դրան էլ չեմ անդրադառնում, ուրեմն սենց մի արտահայտություն արեց, բառացի ցիտում եմ, եթե որովիցե մեկը կասի սուտ է, կեղտոտ սուտ է, կարաք մտնեք նայեք, ասեց ես աշխարհի ողջ հայերի պատասխանատուն չեմ, հասկացեք, ամեն մեկը ձեր համայնքներում ձեր հարցերը լուծեք, նորից եմ կրկնում, ես աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չեմ, այս վիժվածքի խոսքը, այս խոսքը լսելով գիտեք ինչ հիշեցի, հիմա որ ասեմ կասեն նորից բան անում, գով քա գովում եւ այլն, այս ինչական է, այն ինչական է, շատ ես երբեք էլ չեմ թաքցրել, երբեք, որ ես նախագահ Քոչարյանի համախոհներից եմ, նախագահ Քոչարյանի կողմնակից եմ։ Ու այսպիսի մի բան հիշեցի, այս պատմությունից շատ մարդիկ են տեղյակ, շատ մարդիկ, իսկ ովքեր էլ տեղյակ չեն, թե բաց աղբյուրներում այդ ինֆորմացիան կա, թե ցանկացած մեկը, ով չի հավատա, կարա դա ճշտի իր ծանոթների եւ այլն մարդկանց միջոցով։ Ուրեմն 2002 թվականին, երբ նախագահ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության նախագահ էր։ Ես սախ եմ շեշտում, այս վիժվածքի խոսքին, որ ասում է ես հո ամբողջ աշխարհի հայերի պատասխանատուն չեմ, ուրեմն ասենք համեմատելու էլ չի, ասենք նախագահ Քոչարյանը կամ որևիցե մեկ այլ մեկը այս վիժվածքի հետ համեմատելու չի, համեմատական անցկացնելն էլ նույնիսկ վիրավորական է, բայց այս խոսքը, որպեսզի այն մարդիկ, ովքեր սենց հələ բանի մեջ են, նոկդաունի մեջ են, հասկանան։ Ուրեմն 2002 թվականին խոսքերս հատ առ հատ կհաստատեն այդ թվականներից հետո եւ առաջ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում ու Կրասնոդարի մարզում ապրող հայերը, մանավանդ շեշտում եմ Կրասնոդարում, ուրեմն 2002 թվականին ժողովուրդ ջան, թե տեղյակ չեք, ասեմ իմանաք, շատ լուրջ խնդիրներ ունեին հայերը Կրասնոդարում, սկինհեդների հետ կապված, շատ լուրջ խնդիրներ, հայերին հատ բռնել, ջարդ ու փշուր անել, նույնիսկ հայկական գերեզմանները մտնել, ավիրել, ջարդել, սկինհեդները, ու դրանց դեմ ոչ ոք չէր կարող իբրև թե առներ։ Ուրեմն նախագահ Քոչարյանը չասեց, ես խո ամբողջ հայերի աշխարհում ամբողջ հայերի պատասխանատուն չեմ։ Ուրեմն 2002 թվականին նախագահ Քոչարյանը ոչ աշխատանքային այցով գալիս է Կրասնոդար։ Կրասնոդարի գուբերնատորին հանդիպում է շատ լուրջ, որպեսզի ավելորդ բաներ չասեմ, շատ լուրջ հետախոսակցություն ունենում, որից հետո ողջ հայությունը հավաքվում է, այն ժամանակ Կրասնոդարում մեկ եկեղեցի էր,
Կրասնոդարի եկեղեցում ողջ հայությունը, ով կարողացել է գալ։ Այնտեղ բազմա հազարանոց մարդիկ խումբ է հավաքվել, մարդկանց ամբողջ է հավաքվել։ Նախագահ Քոչարյանը Կրասնոդարի գուբերնատորի հետ եկել է այնտեղ։ Ինչ պետք է նորից ժողովրդի դիմաց գուբերնատորին ասել է շատ կոպիտ ձևով, թե շատ նուրբ ձևով, էական չի։ Ու այդ օրվանից սկսած հայերը այլևս Կրասնոդարում ու Կրասնոդարի մարզում խնդիրներ չեն ունեցել։ Ու նույն ժամանակահատվածում նաև եղել է լուրջ խնդիրներ նորից այնտեղ ուրիշ հայկական յանով վերջավորությամբ sense ազգանով այլ ազգի մեկը եղել է դեպուտատ, եթե չեմ սխալվում, Տամբովում։ Ուրեմն այլանդակություն, ահուս արսափն է եղել այդ ռեգիոնի։ Այնքան իրանց վատ են պահել, այնքան վատ են պահել, որ շատ մարդիկ էլ դե ազգանունը յանով է վերջանում, մտածելով որ հայ են, սկսվել է հայերի դեմ մեծ արշավ։ Նախագահ Քոչարյանը, լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, չի ասել ես խոսաղ ամբողջ աշխարհի հայերի պատասխանատուն չեմ։ Գնացել է Տամբով, այդ հարցին էլ լուծում է տվել։ Ու թռել գնացել է Հայաստան։ Ու այդ օրվանից սկսված ոչ մի հայ, ոչ մեկի հետ, ոչ ուժային կառույցների հետ, ոչ իրավապահ կառույցների հետ, ոչ նամանավանդեց սկինհեդներ, չգիտեմ պետական որովիցե կառույցներ, ոչ մի խնդիր։ Ուզում եմ հասկանաք տարբերությունը, չնայած եմ ասում, այդտեղ տարբերության ու մի նժարի վրա դնելու կամ բանի խնդիր ընդհանրապես չկա, էլի ամոթել է։ Թող ինձ ներող լինի նախագահ Քոչարյանը, ես իրեն անձամբ չեմ ճանաչում ինքն էլ ինձ, բայց թող ներող լինի, որ սենց համեմատական եմ անցկացնում իր այս վիժվածքի միջև։ Բայց սա անում եմ հատուկ, որ այն մարդիկ, ովքեր դեռ սենց, չգիտեմ, բան վիճակի մեջ են, թմբիր ասեմ, չգիտեմ, նոկաուտ ասեմ, նոկդաուն ասեմ, ինչ ասեմ։ Մի հատ նորից լսեն երեկվա դրա։ Այն բոլոր Թուրանին տալիս ենք, մեզ Թուրանը թողան Հայաստանով, տալիս եմ, այդ ամեն ինչից վեր։ Թող լսեն, թե ոնց ասում, ես ողջ աշխարհի հայության պատասխանատուն հո չեմ։ Չէ։ Ժողովուրդ ջան, ձեր համայնքներում ձեր հարցերը ինքներդ լուծեք։ Ու սենց մի փոքր օրինակ բերեցի, թե ինչ է անում երկրի իրական ղեկավարը։ Եթե նույնիսկ հարկավոր է, ինքը ոչ պաշտոնական այցով, կոպիտ ասած, պիջակը, փողկապը հանում դնում է, գնում է այլ երկիր, այլ քաղաք, իր հայրենակիցների հարցը լուծում է, խնդիրները լուծում է։ Իսկ դուք շարունակեք քաղաքականությամբ չզբաղվել, դուք շարունակեք որոշ սենց բուչուրիկ մասան արդեն Նիկոլ խաղացնել, թե 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին ասում ենք մարդիկ, չգիտեմ, բանի մեջ են, շոկի մեջ են, մարդիկ խափնվել են, մարդիկ, չգիտեմ, ես են եղել են, ոչ, այս ամեն ինչից հետո, ով դեռ Նիկոլանոմով գոհ, նրանք գենետիկորեն թուրքեր են, թուրքեր, այլ բացատրություն չկա։ Լավ մնացեք, ինչ ասեմ, Սփյուռքում գտնվող հայերն էլ ասեմ, ձեզ տեր ու տիրական չունեք, որպես պետություն կամ պետության ղեկավար, չեք էլ ունեցել 18 թվից այս կողմանավանդ, ձեզ տեր եղեք։ Հա, ու մի բան էլ ժողովուրդ ջան, ավելացնեմ, ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հանդեպ կատարվող լպիրշության, ցինիկության, լկտիության գագաթնակետի հասնող այս անօրինականություններին, որպես հայ, որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ։ Ստորագրում եմ Սամվել Կարապետյանի ասած ամեն բառի և տառի տակ։ Ու կրկնում, նույնպես, եթե հայ
առաքելական սուրբ եկեղեցու դեմ տարվող թուրքաբարո ու կեղտոտ պատերազմը, պայքարը քաղաքականապես չլուծվեց, պատրաստ եմ կանգնելու ցանկացած հայի, ցանկացած քրիստոնյայի, ցանկացած մարդու կողքին ու մեր ձևով այս հարցին լուծում տալ։ Թաթերներդ հեռու հայ առաքելական եկեղեցուց։ Ձերը, այն որ ոտաբոբիկ ման էր գալիս, դա է։ Լավ մնացեք։